Առավոտվանից մարդաշատ է Սիոնի տաճարը, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II հիշատակին։ Հիշեցնենք, Վրաստանի 141-րդ կաթողիկոս պատրիարք Իլյա II մահացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։ Իլյա II երեկ հուղարկավորվել է Սիոնի տաճարում։ Պատրիարքական տեղապահ Սենակի և Չխորոწყուի մետրոպոլիտ Շիոյի օրհնությամբ այսօրվանից ամեն օր 40 օրվա ընթացքում Թբիլիսիի Սիոնի պատրիարքական տաճարում հոգևորականները կսկսեն հոգեհանգստի արարողություն կատարել երգչախմբի ուղեկցությամբ Նորին Սրբություն և Եռանություն համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II գերեզմանի մոտ։ Նրա հոգու հանգստության համար պատրիարքարանի փոխանցմամբ հավատացյալները կկարողանան մտնել տաճար և հարգանքի տուրք մատուցել պատրիարքի գերեզմանին ամեն օր ժամը առավոտվա 8-ից մինչև երեկոյան 22-ը։ Այս 5 օրերի ընթացքում մենք տեսանք հրաշք, հենց այնպիսին է վրացի ազգը, ինչպիսին տեսանք այս օրերի ընթացքում։ Մենք այս ամենը ցույց տվեցինք ամբողջ աշխարհին։ Առաջին ալիքի եթերում պատրիարքին նվիրված հաղորդման ժամանակ մի քանի հայտարարություններ արվեցին։ Ելույթ ունեցան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Ընդգծվեց, որ Նորին Սրբությունը կարողացավ իր մահով միավորել ազգը։ Հարյուրահազարավոր քաղաքացիներ անկախ տարիքից, կրոնից, մասնագիտությունից և համայնքներից միասին կանգնեցին կողք կողքի։ Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ այս տարվա մարտի 22-ին մոտավորապես ժամը 14:30-ին ներքին գործերի նախարարության անվտանգության ոստիկանության վարչություն են կատարվել 2 անանուն զանգեր ահաբեկչական գործողությունների մասին։ Գերատեսչության հաղորդմամբ զանգահարողները հայտարարել են, որ գտնվում են Սուրբ Երրորդության տաճարի մոտակայքում, զինված են զրազենով և ականապատել են Սուրբ Երրորդության տաճարի տարածքը։ Նրանց խոսքով, եթե տարհանումը չկայանա հաջորդ 20 րոպեների ընթացքում տեղի կունենա պայթյուն։ Հետքերը թաքցնելու և ինքնությունը բարդացնելու համար զանգերի հեղինակը փոխել է իր ձայնը համապատասխան ծրագրաշարով, օգտագործել է օտարերկրյա պետության վիրտուալ հեռախոսահամար և թաքցրել IP հասցեն։ Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է անչափահասը։ Նա խոստովանել է հանցագործությունը, նրա դեմ արդեն մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական մասին կեղծ հաղորդում վարելու համար։ Հանցագործությունը նախատեսում է 3-ից 6 տարի ազատազրկում։ Պետական անվտանգության ծառայությունը և դրա հակաահաբեկչական կենտրոնը ունի բոլոր պայմանները, այդ թվում ժամանակակից տեխնիկական միջոցներ նման հանցավոր գործողությունները հայտնաբերելու և նույնականացնելու համար։ Հետևաբար մենք բոլորս զգուշացնում ենք և մենք կձեռնարկենք խիստ իրավական միջոցներ յուրաքանչյուր նման միջադեպի դեմ, ասվում է պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ Վրաստանի առաջին տիկինը Թամար Բագրադիոնին Վաշինգտոն է մեկնել ԱՄՆ-ի առաջին տիկինի հրավերով, Մելանիա Թրամփի հրավերով։ Կմասնակցի միասին ավելի լավ ապագայի համար խորագրով համաշխարհային գագաթնաժողովին։ Միջոցառման նպատակն է ապահովել առաջադեմ տեխնոլոգիաների անվտանգ և նորարարական օգտագործումը։ Գագաթնաժողովի շրջանակներում Մելանիա Թրամփը Սպիտակ տանը կլոր սեղանի ձևաչափով կհյուրընկալի նախագահների տիկնանց։ Կքննարկեն թվային դարաշրջանում երեխաների բարեկեցությունը և այս առումով կոնկրետ հարցեր։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Իսրայելը նոր լայնածավալ ավիահարված է հասցրել Իրանի դեմ։ Մայրաքաղաքի տարբեր մասերում լսվել են ուժեղ պայթյուններ։ Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով հարձակումը ուղղված է եղել Թեհրանում գտնվող ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքների դեմ։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցրել Լիբանանին։ Նրանց խոսքով Լիբանանում Իրանի և Հեզբոլլահի դեմ պայքարը կշարունակվի շաբաթներով։ Նրանք նաև ասում են, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին և նրա դաշնակիցներին սպառնալիք ներկայացնել Իսրայել պետության համար։ Բացի այդ, Միացյալ Արաբական Էմիրությունները և Սաուդյան Արաբիան պնդում են, որ չեզոքացրել են Իրանից հարձակված անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Սպառնալիքները միայն ամրապնդում են միասնությունը, գրում է Իրանի նախագահը սոցիալական ցանցում։
Նա ԱՄՆ-ի հայտարարությունները անվանում է հուսահատության արտահայտություն։ Նրա խոսքով Իրանի դեմ նման հռետորաբանությունը չի թուլացնի երկրի դիմադրողականությունը։ Նախագահը նաև նշում է, որ Հեզբոլլահի նեղուցը բաց է բոլոր երկրների համար, բացառությամբ նրանց, ովքեր խախտում են Իրանի ինքնիշխանությունը։ Նրա խոսքով Իրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի համար։ Էներգետիկ ճգնաժամը շատ լուրջ է և համաշխարհային տնտեսությունը կանգնած է զգալի սպառնալիքի առջև, իրավիճակը ավելի վատ է, քան 1970 թվականներին էր, ասում է միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթհի Բիրոլը։ Նրա խոսքով այս խնդրի ամենակարևոր լուծումը Հեզբոլլահի նեղուցի բացումն է։ Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրենը նշում է, որ կազմակերպությունը ռազմավարական պաշարներից հատկացրել է 400 միլիոն բարել նավթ և անհրաժեշտության դեպքում այդ քանակը կավելացնի։ Նավթի գինը շարունակում է աճել, այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Brent տեսակի նավթի գինը հասել է $113, սա 1 բարելի արժեքն է։ Ճապոնիայի Nikkei ֆոնդային ինդեքսը նվազել է 3,5%-ով, իսկ Հարավային Կորեայի Կոսպի ինդեքսը 6,5%-ով։ Մարտի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Հեզբոլլահի նեղուցով անցնող կենսականորեն կարևոր ծովային ճանապարհը չբացեն, նա կոչնչացնի իրանական էլեկտրակայանները, մինչդեռ Իրանը հայտարարում է, որ նման ցանկացած հարձակմանը կպատասխանեն համապատասխանորեն։ Զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցել է Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում կայացած միջազգային ճանապարհորդական լրատվամիջոցների համաժողովին։ Լոնդոնում և Փարիզում կայացած միջոցառմանը հասարակայնության հետ կապերի մասնագետներն ու տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են Վրաստանի տուրիստական ուղղությանը։ Կազմակերպվել է Վրաստանի մասին շնորհանդես։ 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ։ Սա վրացի ձյուդոիստների կողմից Թբիլիսիում կայացած մեծ սաղավարտի ավարտի արդյունքն է։ Իրակլի Դեմետրաշվիլին և Լուկա Մայիսուրաձեն նվաճեցին 2 ոսկե մեդալ։ Սաբա Ինանեիշվիլին և Լուկա Ջավախիշվիլին, ինչպես նաև Թորնիկե Գիգաուրին և Գյորգի Լոլաձեն նվաճեցին բրոնզե մեդալներ։ Վրաստանի հավաքականը Թբիլիսիի մեծ սաղավարտը ավարտեց 6 մեդալով։ Մեր թիմը տղամարդկանց թվային հաշվարկում զբաղեցրեց առաջին տեղը։